Հարգելի գործընկերներ, նախ եւ առաջ կսկսեմ եւ պատասխանել պարոն Գրիգորյանին, որպեսզի թյուրըմբռնում չլինի, կարող եք տեսանյութը նայել, իմ հարցում ես չեմ տվել Հայկ Մարությանի անունը, երբ նշում էի ակտիվ քաղաքացու ստեղծման ժամկետը, այլ նշեցի, որ հենց հեղափոխությունից հետո 2018 թվականին մենք ստեղծեցինք եւ ասացի, որ ես թիմի ներսում կարևորում էի, կարծում եմ պարոն Գալջյանը դա կարող է հաստատել կամ պարոն այլ մարդիկ, որոնք եղել են այդ ժամանակ մասնակցային բյուջեի գաղափարը ես իսկապես եղել եմ հետևորդ եւ ասացի ուրախ եմ, որ փորձում ենք ավելի կանոնակարգված ձևով այսօր այդ գաղափարին անդրադառնալ։ Ասեմ ձեզ ավելին, պարոն Գրիգորյան, քանի որ դուք ուշ եք սկսել հետաքրքրվել քաղաքի ճակատագրով եւ ավականու աշխատանքով եւ ի պաշտոնի հետ ժամանակ սկսեցիք հետաքրքրվել, ես եղել եմ այն ավականու անդամը, որ իմ քայլում նույնիսկ դեմ է եղել Մարությանի ընտրած ձևին մասնակցային կառավարման, որովհետեւ ասել եմ սխալ այդպես փող տալ եւ ասել նախագծերը դրեք, ինչը որոշ թերություններ ունեցավ ամեն դեպքում, ես քիչ առաջ նշեցի այդ թերությունների մասին, այնպես որ ձեր Մարությանաֆոբիան կպչուն մտքերը Մարությանի անվան հետ ինձ խնդրում եմ մի տարածեք, ես այն մարդն եմ, որ չունեմ անձապաշտություն, ինձ համար գոյություն չունեն անձեր, լինի դա Փաշինյան, Նիկոլ թե Մարության Հայկ, ինձ համար մեկ է, ես ունեմ գաղափարներ, ես ունեմ նպատակներ, սեփական աշխատավոճը եւ անձապաշտությունը պետք չի իմ վրա պրոյեկտել։ Սա մեկ, երկրորդը մենք խոսում ենք, ես իսկապես երկու ձեռքով սատարում եմ այս նախագծին եւ կողմ եմ քվեարկելու, որովհետեւ այո, նույնիսկ 2018 թվականին իմ երազանքներից մեկն էր, որ Երևանը դառնա թափանցիկ, հաշվետու եւ ժողովրդավարական իրապես արժեքներով կառավարվող քաղաք, որովհետեւ ի տարբերություն ձեզ, պարոն Գրիգորյան, ես նախորդ ռեժիմի ժամանակ փողոցներում կռիվ էի տալիս ոչ թափանցիկ եւ ոչ ժողովրդավար դրսեւորումների դեմ, եւ դա այլ է փաստ։ Նշեցիք, որ առաջին անգամ դուք եք ստեղծել, որ քաղաքացին կարողանում է ահազանգել եւ հարթակ կա եւ հարցը լուծվում է։ Այստեղ էլ է երևում ձեր չիմացությունը Երևանի պատմության մասին, որովհետեւ դեռ Տարոն Մարգարյանի ժամանակ կար անհատների կողմից ստեղծված City-Bug շատ լավ հավելված, որտեղ նշվում էին խնդիրներ եւ այդ խնդիրները արագ լուծվում էին։ Ավելին ակտիվիստներին, ինչպես նաեւ այդ հարթակը ստեղծածներին հրավիրել էին քաղաքապետարան եւ ասել էին, որ ամեն ձևի քաղաքապետարանը վերահսկելու է եւ արձագանքելու է բոլոր այդ հարցերին։ Այնպես որ զրոյական կետից սկսելու քպայական ձեր ոճը այստեղ էլ չի անցնում։ Ցավոք մինչև ձեզ այո, կյանք է եղել Հայաստանում, գործունեություն է եղել ժողովրդավարության համար, պայքար է եղել, որի ժամանակ ձեզ երբեք չեմ տեսել առաջին շարքերում իդեպ, այն ժամանակ շատ վտանգավոր էր դա ասեմ, հա, չեմ տեսել ամեն դեպքում քաղաքի պայքարներում, եթե կա ուղարկեք ինձ նյութերը խնդրում եմ։ Տեսեք, ժողովրդավարությունը այո, հենց դրանով է կարևոր, որովհետև քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր գրպանից վճարված հարկերը եւ թուրքերը ըստ նպատակի են ծառայեցվում եւ չեն մսխվում։ Որպես ավականու անդամ, որ արդեն 6-7 տարվա փորձ ունի, ինքս հարցումների պատասխաններից ելներով, պետք է ասեմ վերջերս ավելի քիչ, բայց մինչև Տիգրան Ավինյանի քաղաքապետ դառնալը մի փուլ խայտ արագ վիճակ էր եւ իմ հարցումները չէին ստանում կոնկրետ պատասխաններ եւ հղվում էր արվում կոմերցիոն գաղտնիքի վրա, այնինչ գումարը ծախսվել էր քաղաքացիների գրպանից։ Այդ ամենը հաշվի առնելով եւ հաշվի առնելով, որ բոլոր կարևոր նախագծերը գալիս են մեզ վերջին պահին, որպեսզի մենք չկարողանանք լայն հանրային քննարկում կազմակերպել։ Բոլորը նախորդ ավականու խմբակցությունների հետ չեն քննարկվում, ավականու կարծիք չի հայտնվում, այսինքն հրամցվում են, արագ դակվում են, այդ ամենը չգիտեմ ինչ է, բայց դա ժողովրդավարական կառավարելու ձև չէ։ Պարոնայք, ձեր ժողովրդավարությունը կարելի է թաց անձեռոցիկով սրբել։ Հուսով եմ սա հերթական բուտաֆորյան չի լինի։